Ավիկան խոսավ։ Մահատմա Գանդին համաշխարհային պատմության այն եզակի դեմքերից էր, ով պայքարեց մեծ կայսրության դեմ, առանց բռնության գործադրման։ Նրա գաղափարները ոչ միայն ազատագրեցին Հնդկաստանը բրիտանական գաղութային ճնշումից, այլև մեծ խոր հետ թողեցին մարդկության գաղափարական ժառանգության մեջ։ Այնուամենայնիվ, անգամ քննադատությունները չեն նվազեցնում Գանդիի համաշխարհային նշանակությունը։ Նրա կերպարը շարունակում է մնալ արդարության, խաղաղության եւ համերաշխության խորհրդանիշ։ Գանդին ծնվել է բարոյական արժեքներով տոգորված ընտանիքում։ Նա մանկուց աչքի է ընկել հավատարմությամբ, ճշմարտության նկատմամբ եւ խոնարհությամբ։ Սովորել է իրավաբանություն Լոնդոնում, որից հետո մեկնել է Հարավային Աֆրիկա փաստաբան աշխատելու։ Մահատմա Գանդին համարվում է համաշխարհային խաղաղության խորհրդանիշ։ Նրա գաղափարը ոգեշնչել է ոչ միայն Հնդկաստանը, այլև ամբողջ աշխարհը։ Նրա կյանքը փաստեց, որ պայքարը հնարավոր է առանց բռնության եւ ատելության։ Մահատմա Գանդիի աշխարհակալումը իր գործունեության հիմքն էր։ Նա մեծացավ հինդուական ավանդույթներով տոգորված ընտանիքում, բայց իր կյանքի մեջ ցուցաբերեց հանդուրժողական եւ համամարտկային հավատք։ Մահատմա Գանդիի հավատը գերազանցում էր կրոնական պատկանելիության սահմանները։ Նրա համար կրոնը դա ճշմարտության, սիրո, խղճահարության եւ ծառայության ուղի էր։ Նրա հոգեվոր աշխարհայացքը դարձավ հզոր ուժ պատմությունը փոխելու համար։ Մահատմա Գանդին խորապես ուսումնասիրել էր եւ խորապես հարգում էր բոլոր կրոնները։ Նա ուսումնասիրել էր մի քանի կրոններ՝ քրիստոնեությունը, բուդդայականությունը, իսլամը եւ ջայնիզմը։ Եվ կարծում էր, որ բոլոր կրոնները ձգտում են միևնույն ճշմարտությամբ, իրական ճշմարտությամբ։ Գանդին ապացուցեց, որ իրական ուժը ոչ թե զենքի մեջ է, այլ բարոյական հաստատակամության մեջ։ Նրա ճանապարհն ազատություն առանց բռնության դարձավ ոգեշնչման աղբյուր ամբողջ աշխարհի համար։ Այսօր էլ նրա գաղափարները շարունակում են ապրեցնել խաղաղ պայքարի մշակույթը տարբեր երկրներում։ Աշխարհի ամենաբարձր արձանն է, 182 մետր է բարձրությունը։ Որ արձանը։ Մեծ արձանն է։ Եվ այդքան էսա Վալաբհայ պատելի Սարդար Վալաբհայ պատելի։ Այսինքն Հնդկաստանում ստեղծել են, պատրաստել են, վայել են այստեղ տեղադրել։ Չէ, սպանը աշխարհի ամենաբարձր դժվար լինի։ Չէ, նկատում եմ այս Գանդի արձանը։ Գանդի արձանը, ընդեր է սարքել, դել են ստեղ։ Չէ, այս արձանը ստեղծող է, քանդակագործը։ Քանդակագործը։ Նաև ստեղծել է աշխարհի ամենաբարձր արձանը, որը 182 մետր է, էլի ազատության մասին ինչ որ բան է խորհրդանշում։ Շատ լավ։